Խաղաղություն Աստծո Խաղաղություն ձեզ։ Այսօր նույնպես կպատասխանենք հարցերին, հետաքրքիր հարցեր մեզ ուղղեն։ Բարև ձեզ, Աստված օրհնի ձեզ շատ։ Ձեզ շատ օրհնի։ Հասկանալի լեզվով եք բացատրում, շնորհակալություն։ Խնդրում եմ բացատրեք, թե ինչ իրավիճակ է մեր մեջ երկրորդ Թագավորաց 13-րդ գլուխը։ Նախապես շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ հարցի համար։ Երկրորդ Թագավորաց 13 գլուխը սիրելի հարց տվող, շատ ծավալուն գլուխ է։ Կետարկետ չեմ անդրադառնա, հա, բայց հիմնավոր գլուխը, հիմնավոր շեշտը, արմատը կբացատրեմ, որը շատ կարևոր է, ոնց որ հարցի մեջ արես մեր մեջ, չէ՞, ինչ է նշանակում մեր մեջ։ Ոնց ասեմ, չգիտեմ, ապրեք, այնքան ուրախ եմ, որ ինչ հարց տալիս եք, մեր մեջ եք ուզում իմանալ, ոչ թե պատմությունը ոնց ա եղել, խիա սենց արել, այլ մեր մեջ, որտեղ մեր մեջ է կյանքը։ Իսկ պատմությունը անցյալ է։ Մենք գիտենք, որ Աստվածաշունչը, Աստծո խոսքը, Աստծո շունչը պատմություն չի, այլ ներկայա ամեն ժամանակների մեջ։ Աստված երեք այսօր հավիտյան նույնն է, ասում որ ժամանակ չկա, ուրեմն այսօր այս պատմությունը, այս հարցը հիմա որի շուրջ մենք խոսանք, դա կատարվում է մեր մեջ, ամեն մարդու մեջ, ամեն հավատացյալի մեջ։ Սա է կյանքը։ Սա է կյանքը, սիրելի քորես եւ եղբայրս։ Շնորհակալություն հարցի համար։ Հիմա տեսեք, 13-րդ գլուխը Ամնոնի մեղքի մասին է։ Դավիթի տղա Ամնոնը Դավիթի աղջիկ Թամարին բռնապարեց։ Սրա մասին է գրված։ Բռնի ձևով տիրացավ իրան։ Տեսեք, արմատը սա է։ Եվ հետո Դավիթը բարկանում է, բայց վրեժ լուծի իր երեխուց, չէ՞, բարկանում է ու անցնում է, պատմությունը սենց ասում էլի։ Բայց Աբիսողոմը, Թամարի եղբայրը, հետո սպանել է տալի իր եղբայրը Ամնոնին։ Ուրեմն Ամնոնն ու Թամարը ասեմ, որ իրանք մի հորից էին, Դավիթից էին, բայց տարբեր մայրերից էին։ Մայրերը իրանց տարբեր էր։ Որտեղ Դավիթին շատ կանայք ուներ, ամենքս էլ գիտենք, ով գիտի պատմությունը, Աստվածաշնչը։ Հիմա տեսեք, կարևոր շեշտը, կարևոր միտքը, իմաստը։ Ամնոնը իր քրոջ Թամարին, Թամար նշանակում է արմավենի, իսկ Ամնոն նշանակում է հավատարիմ։ Հավատարիմ։ Տեսեք, մեր մեջ կա հատկություններ, հաստատող ասես, որ սա մեր մեջ, ինչ միտք ունի մեր մեջ, հա։ Մեր մեջ կա հավատարիմ հատկություն, որ հավատարիմ ենք ասում։ Այսինքն Աստված, որ մարդուն ստեղծեց հողից, իր մեջ դրեց հատկություններ, հավատարիմ հատկություններ դրեց։ Նախ ես էլ ասեմ, թեև կապ չունի թեմայի հետ, բայց թող բոլորս իմանանք էլի, երբ որ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, ամբողջ բնությունը, ծովը, ցամաքը, լեռները, ամեն բան ստեղծեց ու կենդանիներին ստեղծեց։ Եվ այս ամենը ստեղծելուց հետո վերջում ստեղծեց մարդուն։ Եվ այս ինչ որ ստեղծել էր, հոգևոր իմաստով եմ ասում, ինչ որ ստեղծել է, բոլորը տեղադրեց, սենց ասած, մարդու մեջ։ Մարդու մեջ էլ կա արև, որ ջերմացնում է, որ սենց ուրախացնում է քեզ։ Մարդու մեջ էլ կա լուսին, որ տխրության, փորձության մեջ ես ընեմ, այդ լուսինը լույս է տալի քեզ։ Արկածով պատրույքն է դա, որ չի մարեմ։ Մարդու մեջ էլ կա, ասենք, ծով վիճակ, հոռացած, ասենք, լճացած վիճակ, որ ճահի ջարդեր իր մոտ առաջացնեն։ Օրինակի համար փողը, մարդու մեջ մոտ այնքան փող կա, մի մարդու մոտ էլի, որ լճացում է այդ փողը իր մոտ։ Փողով կոֆե է այփում, փողը ցպկնում է, փողով, չգիտեմ, մի խոսքով, լճացում է այդ փողը իր մոտ, շատ է։ Կա իրավիճակ, որ այդ ծով ու ցամաք, անապատ, ելի մարդու մեջ կա իրավիճակ, որ ցամաք ես, անապատ է քո մեջ, կարիք ունես, ծարավես, դու ուզում ես այդ բանը, բայց չկա։ Օրինակ լավ ընկերը, լավ կին, լավ երեխեք, լավ ընտանիք, ասենք, լավ աշխատանք, ուզում ես, բայց չկա, անապատ է։ Այս հատկությունները մարդու մեջ ստեղծեց Աստված։ Կենդանիների բոլոր հատկությունները։ Երբևէ պահ գալի մենք նմանվում ենք առյուծի։ Մեզանից փոքրերին, մեզանից թուլերին հոշոտում ենք։ Պահ գալի նմանվում ենք մրջունի, մեր ձմեռվա կերակուրը ամառն ենք ժողովում։ Պահ գալի ես չեմ ուզում էլի բան անեմ հարցից
դուրս խոսամ, ու մնացած բոլոր կենդանիների հատկությունները կան մարդու մեջ։ Հավատարմության հատկություններ կա մարդու մեջ։ Շունը հավատարիմ կենդանի է, օրինակի համար։ Դրա հատկություններ է մեր մեջ։ Օծի կծող հատկություններ կա մեր մեջ։ Դավաճանության հատկություններ կա մեր մեջ, կենդանիների հատկությունները որ նայենք, բոլոր հատկությունները մարդու մեջ կա։ Նայած մարդը երբ գալիս է այդ դիպվածքը, այն ժամանակ այդ հատկությունը նոր սկսում է օգտագործել։ Լավ, հիմի տեսեք, այս հավատարմություն հատկությունը կա մարդու մեջ, որը ամնոն է, նշանակում է ամնոն, թարգմանությունով։ Եվ այս ամնոնը, տեսեք, մեր մեջ ինչ է կատարվում։ Սիրահարվելով Թամարին, ուզում է տիրանա իրան, բայց անօրեն ձևով, բայց ոչ օրինական ձևով, սենց ասած։ Որտեղ պատմությունն ասում է, ես չեմ ուզում կարդամ, որտեղ շատ երկար է պատմությունը, ես կասեմ ընդհանուր միտքը։ Որտեղ երբ որ սուտ հիվանդա ձևացնում իրան, որ Թամարը ու ասում է, որ թող Թամարը գա ինձի կերակրի, իր քույրը եւ այլ, երբ որ սա կատարվում է, ինքը պարկած անկողնի մեջ, Թամարը գալիս է կերակրում է իրան, ինքը բոլոր մարդկանց դուրս է հանում իր սենյակից ու բռնի ուզում է տիրանա Թամարին։ Թամարն ասում է՝ մի արա, սա զգամություն է, Իսրայելի մեջ sense բան չի արվում։ Սա պղծություն է։ Արի իմ պապայից, այսինքն Դավիթից, մեր հորից, իմ ձեռքը խնդրա, Դավիթը չի մերժի, կտա, բայց Ամնոնը չուզեց լսել իրան։ Չուզեց լսել ու բռնի ձևով տիրացավ Թամարին։ Տիրանալուց հետո արդեն սկսում է ատել Թամարին, զզվել, հանել գցել դուրս, ու այդ պատմությունը այդ մա։ Հիմա ես ուզում եմ այս հիմնական այս կորիզի մասին խոսալ, այս մտքի մասին խոսալ։ Տեսեք, մեր մեջ կա հատկություն, որ հավատարիմ ենք Աստծուն, հավատարիմ ենք ամեն ինչին, բայց նաև այդ հավատարմությունը մեր մեջ, մեր ցանկությունից ելնելով, մեր հավատարմությունը տանում է մեզ անհավատարմության, այսինքն մեր հավատարմությունը մենք պղծում ենք, ոչ թե հավատարմությունը մեզ տանում, այլ մենք հավատարմությանը պղծում ենք։ Չէ՞ կա մարդ, որ չես կարող ասես, այս մարդ երբեմն դու լսել ես, որ ասեն, այս մարդը շատ լավ մարդ է, ամեն տեսանկյուններով, հնարավոր չի դա։ Իրան վատ կողմեր ունի, թերություններ ունի։ Կամ մի հատ ամենավատ մարդուն, որ ասեն, էսի շատ վատ մարդ է, վատ մարդ է շատ բաների մեջ, բայց ինքը լավ կողմեր ունի, լավ հատկություններ ունի։ Ուղղակի այդ վատ կողմին շատ է տեղ տալի, կամ այն լավ մարդը, որ ասում են, այդ լավ կողմին է շատ տեղ տալի։ Բայց բոլորս ընդհանուր առմամբ նույն մարդն է, նույն հողից ստեղծված, նույն հատկություններով օժտված։ Ինչի անա լավ, որովհետև լավ հատկություններին տեղ է տալի, իր իմաստության շնորհիվ, ինչի անա վատ, որ վատ հատկություններին է տեղ տալի շատ։ Բայց վերջին հաշվով ամենքն էլ նույնն են։ Հիմա տեսեք, ես ուզում եմ կարդամ Աստվածաշնչից մի տեղ Տիտոս առաջի գլուխ 15-րդ խոսքը։ Ամեն բան սուրբ է սուրբերին, բայց պիղծերին եւ անհավատներին ոչ մի բան սուրբ չէ, այլ պղծված է դրանց միտքը եւ խորհուրդները։ Տեսեք, սուրբ է, ամուսնությունը սուրբ է, պատվական է։ Հին ուխտի մեջ Աստված պատվեր է տալի, որ քո ազգականներից կին վերցրա քեզի, օտարազգից չվերցնես հանկարծ։ Թամարն էլ ասում է, խնդրա իմ հորից իմ ձեռքը, կտա ինքը քեզ։ Տես օրինական է, սա պիղծ չի, բայց Ամնոնը առանց խնդրելու իր էմոցիաներն ասեմ, ցանկություններն ասեմ, իրան խեղդեցի, ասած ասած, ինքը անօրենություն արեց, անօրեն վիճակով տիրացավ, հասկանում եք, սա պիղծ է Աստծո առաջին։ Եվ ուզում եմ կարդալ առաջի Տիմոթեոսի առաջի գլուխի 9 խոսքերը ու նոր այս երկուսը կապենք իրար։ Սա իմանալով, որ արդարին օրենք չկա, այլ անօրեններին եւ անհնազանդներին։ Տեսեք, արդարին օրենք չկա, ինչ է սա նշանակում։ Եթե Ամնոնը արդար լիներ, օրենք չէր լինի։ Իր արածը պիղծ չէր լինի։ Որովհետեւ ինքը արդար կրներ, արդար ձևով կխնդրեր ձեռքը Թամարի։ Բայց քանի որ անարդար ձևով խնդրեց, արդեն օրենքը գլուխ բարձրացրեց, այս դու պղծություն ես անում, դու խախտեցիր օրենքը, դու սխալ արեցիր։ Հասկանում եք, Ամնոնը արդարություն չարեց։ Տեսեք, սա իմանալով, որ արդարին օրենք չկա, այլ անօրեններին, անհնազանդներին, անբարիշտներին եւ մեղավորներին, անսուրբներին, պիղծերին, հայրասպաններին, մայրասպաններին, մարդասպաններին, պոռնիկներին, արուակետներին, մարդագողներին, սուտ ասողներին, սուտ երթում անողներին
եւ եթե ուրիշ ինչ հակառակ է ողջամիտ վարդապետությանը։ Այս բոլորի դեմ արդեն օրենք կա, այս բոլորը արդեն անարդարների դեմ այդ օրենքը առաջանում։ Հիմա տեսեք սիրելի քուրս եւ եղբայրս, Ամնոնը օրենքը խախտեց։ Դրա համար պիղծ համարվեց ավետի Աստծո առաջին։ Ինչ է կատարվում մեր մոտ։ Երբ որ մենք կարանք օրինական ձևով մի բան ունենալ, մենք չենք ունենում այդ օրինական ձևով։ Մենք աշխատում ենք այլ ձևերով տիրանանք դրան, որ օրենքից դուրս է։ Ես օրինակ լիքը օրինակներ կան, կարանք ասենք, որ ես ուզում եմ մեքենա ունենամ, կարամ աշխատեմ, իմ քրդինքով աշխատեմ, օրինական ձևով ունենամ այս մեքենան։ Բայց երբ որ ես գողանում եմ, արդեն անօրեն ձևով եմ ունենում։ Ամոթ չի, պիղծ չի ասու առաջին մեքենա ունենալը։ Պիղծ չի դա, բայց երբ որ գողանալով ես ունենում, այս է պիղծը։ Այսինքն օրենքը խախտելով անարդար ձևով ես ունենում դու դա։ Էսի այդ հատկությունն է, ուղղակի սա վերագրված է մարդկանց օրինակներով, այս պատմությունը, որ մենք տեսնենք սիրելի հաստվող, մեր մեջ այս ամեն ինչը։ Հա, անցյալում, հա, այսօր լիքը դες դեպքեր չէ կատարում աշխարհում, երկրի վրա, մանավանդ արտասահմանում ինչքան եք լսում, ինչ բղծություններ են կատարում, դրա մասին չի խոսքը։ Հավատացյալի ներսի կյանքի իր բնության մասին է խոսքը։ Եթե ես կարամ մի բան օրենքով արդարությունով անեմ, ինչ եմ անարդարությունով անում։ Հենց այս մասին է խոսքը սիրելի հաստվող, որ մեր մեջ հենց այս իրավիճակն է։ Որտեղ պատմության տեսանկյունով չենք նայում, բայց կյանքի տեսանկյունով ենք նայում մեր մեջ։ Ժամանակի առումով ես չգիտեմ ինչքան է, հերիք, ինձ թվում է ես ասեցի էլի ամբողջությունը, որովհետև նորից եմ ասում, շեշտը հենց սրա մասին է, որ բղծությունը, երբ որ դու մի բան անում ես, բայց դու անօրեն ձևով ես անում։ Հացը լավ բան է, որ ուտեսով կարգելի քեզի կյանքը հացը քեզ, բայց վատ բան է, որ գողանում ես դու։ Գողանալով ես ուտում, սպանալով ես ուտում։ Հասկանում եք, այս միտքն է։ Իսկ հոգևոր կյանքի մեջ անօրենությունը, որ եղբորը, ասենք, սխալ արել, մեղք արել։ Օրենքով ո՞ց պետք է վարվես իր հետ։ Օրենքն ինչ է ասում, օրենքը սուրբ է, պատվական է։ Օրենքն ասում է ները եղբորը։ Հիսուսն ասում է ոնց որ ես արի, դուք էլ արեք այդպես։ 7 անգամ 70։ 7 անգամ 70։ Բայց ես պղծում եմ այդ օրենքը, չեմ ներում եղբորս։ Դա պղծություն է ասու առաջին։ Առակաց գրքի մեջ ասում է անօրենների աղոթքը մինչև պիղծ ասու առաջին։ Եթե անօրենը աղոթքել անեմ, պիղծ ասու առաջին անլսելի է, մինչև չզղջա, մինչև չթողի այդ անօրենությունը։ Այսքանը, սիրելի հաշտվող, մի խոսքով կոնկրետ մենք հասկացանք, որ մեզ ամեն ինչ կարելի է մենակ օրինական ձևով, մենակ Քրիստոսի օրենքով։ Քրիստոսի օրենքը ո՞րն է, բարին հաճելին ու կատարյալը։ Սերն է Քրիստոսի օրենքը։ Սիրո տեսանկյունով մեր համար պիղծ բան չկա, ամեն ինչ կարանք անել։ Իսկ պիղծը նրա համար, որ սիրո օրենքը շրջանցելով անը։ Նույն բանը բարի է, ամուսնանալը բարի է, այդ հատկությունը, որ Աստված մեր մեջ դրել է, բարի է, բայց մենք այդ հատկությունը շրջանցելով ենք կատարում։ Հասկանում եք, դա է պղծությունը, այս մասին է խոսում Աստված։ Այսքանը, Մելանիա։ Աստված շատ արժանի։ Էլի մանր կարելի է երկարացնել, երկար խոսալ, տարբեր տեսանկյուններով, տարբեր օրինակներով, մեր կյանքն է սա։ Մեր կյանքը այնքան բազմաժանր, այնքան լիքն առանձնացնելով, ոնց ասեմ, էլի որ խոսալը հերիք չի անի։ Պողոս Առաքյանը մի տեղ ասում է, եթե բոլորը գրվեր այս գրքի մեջ, բոլորը եթե գրվեն, այսինքն եթե բոլոր մեր կյանքը մենք մտաբերենք ու խոսանք, այս աշխարհը ստեղ չի անի այդ գրքերը։ Եթե գրվի այդ բոլորը, աշխարհը ստեղ չի անի։ Ոչ թե երկրագն աշխարհի մասին է, իմ աշխարհը, իմ գլուխը տեղ չի անի։ Դրա համար այսօր մեզ այսքան է տրված, այսքանն ենք խոսում։ Վաղը խորություն կունենանք այս հասկացողության մեջ, հատկություններ կբացվի մեզ, այդ հատկությունները կավելանա դրա վրա։ Ամեն։ Աստված շատ օրհնի։ Մոտեցավ ավարտին։ Աստված շատ օրհնի ձեզ, գրեք, զանգեք, ուղղեք ձեր հարցերը։ Մնաք Աստծո խաղաղության մեջ։ Աստված օրհնի ձեզ։